Բարև ձեզ հետ Մանուշն է Եսայան եւ մեր հաղորդաշարը խոսենք օրենքից։ Այսօր իմ հյուրը Անին է Բաբայան, Անին կին վիրաբույժ է, ով նաեւ հանդիսանում է կին վիրաբույժների հայկական ասոցիացիայի հիմնադիրը, ստեղծողը, եւ կփորձենք այս հաղորդաշարի ընթացքում խոսել բժիշկների խնդիրների մասին, վիրաբույժների խնդիրներից, վիրաբուժության խնդիրներից եւ նաեւ որոշակի հարցեր կքննարկենք ապահովագրության ոլորտին առնչվող։ Անի ջան, բարի գալուստ մեր տաղավար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ուզում եմ առաջնային մի քիչ դու պատմես քո մասին, քո մասնագիտության մասին եւ հետո նաեւ ձեր ասոցիացիայի մասին։ Դե արդեն նշեցիք, ես մասնագիտությամբ ընդհանուր վիրաբույժ եմ, աշխատում եմ Աստրիկի բժշկական կենտրոնում, ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում։ Մասնագիտության մասին պատմելուց միշտ կաղապարների մեջ եմ ընկնում, որովհետև մասնագիտությունը ինքնին բավականին ծանր է եւ ուղին ինչը որ սկսել եմ, սկսած կլինիկական օրդինատուրայի տարիներից մինչեւ այսօր հեշտ չի եղել, դժվար է եղել, բայց իր հետ նաեւ մեծ հաջողությունների եւ լավ օրերի պատմություն է բերել, որի հետևանքով էր նաեւ որ ստեղծվեց կին վիրաբույժների հայկական ասոցիացիան, որը իր մեջ բավականին խորը իմաստ ունի եւ ոչ միայն որպես ասոցիացիա, այլ որպես գաղափար, որովհետեւ մասնագիտությունը արդեն նշեցի ինքնին բավականին դժվար է եւ քչերն են դիմում այդ ասեմ ռիսկին գնալ այդ մասնագիտությանը, որովհետեւ կանանց պարագայում բավականին դժվար է, մասնավորապես մեր նման երկրերում, ինչում նշում մեր նման, որովհետեւ մենք ունենք նաեւ մենթալիտետային խնդիր եւ ծանրաբեռնվածության առումով մեզ համար դժվար է բավականին հայ կնոջ համար եւ մի հատ էլ ծանր մասնագիտություն, ընտանիք եւ կարիերան ինչ որտեղ նաեւ դժում է, այդ առումով բավականին դժվար է, բայց որոշեցի որ պետք է ասոցիացիան լինի բազմա պրոֆիլ, այսինքն ոչ միայն ընդհանուր վիրաբուժության, այլ նաեւ վիրաբուժական բոլոր ճյուղերը ընդգրկող, մասնագիտությունները ընդգրկող կին վիրաբույժների համար, որտեղ իրենք կարող են ինքնաարտահայտվել, կրթվել, ձեռք բերել նոր հմտություններ, նոր կապեր հաստատել, նոր կոնֆերանսների մասնակցել եւ ամենակարևորը ցույց տալ եւ բարձրաձայնել սեփական խնդիրները։ Խնդիրները բարձրաձայնելը այսօր կարևոր հարց է, ճիշտ է, շատ հարթակներ կան դրա համար, բայց ասոցիացիայի ներսում, շրջանակներում բարձրաձայնել եւ դրանց լուծումներ տալը կարծում եմ կլինի լավագույն տարբերակը եւ արդեն ասոցիացիան 1 տարի գործում է։ Մեծ գործունեություն դեռ չենք հասցրել ծավալել, բայց հուսով ենք, որ կունենանք առաջիկայում լավ ծրագրեր, որոնք ի նպաստ կլինեն մեր գործին։ Այ ինչու հատկապես կին վիրաբույժների ասոցիացիա, ինչի բոլորի ասոցիացիա չէ, ինչ ֆեմինիստական է։ Այո, այդ հարցը բավականին հնչում է, մասնավորապես մեր գոլեգա տղամարդ վիրաբույժների կողմից, բայց ամբողջ աշխարհում սա տարածված պրակտիկա է, այսինքն ես առաջին անգամ ինքս լսել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կոնֆերանսի ժամանակ, երբ ծանոթացա ասոցիացիայի նախագահի հետ եւ նաեւ Եվրոպայի կին վիրաբույժների ասոցիացիայի նախագահներ ներկա եւ հասկացա, որ հենց այնպես չի, որ զարգացած երկրերում գործում են առանձին կին վիրաբույժների ասոցիացիաներ, այսինքն եթե Ամերիկայում կան այդ խնդիրները առանձնանալու եւ սեփական խնդիրները ֆեմինիստաբար լուծելու մեր նեղ համայնքով, ինչու ոչ նաեւ պետք է Հայաստանում լինի։ Ճիշտ ասած տարածաշրջանի փորձը չգիտեմ, այսինքն չգիտեմ օրինակ Վրաստանում կամ մեկ այլ երկրում կա արդյոք այդպիսի ասոցիացիա, պետք է փնտրեմ, բայց Հայաստանում չկա, սա առաջինն է եւ հուսով եմ գաղափարը ի կատար կացենք, ինչու, որովհետեւ կանայք ունեն խնդիրներ, կին վիրաբույժները, որոնք որ իրապես կարող են եւ մեր ասոցիացիայի եւ մեր շրջանակներում լուծվել եւ նաեւ մեզ ունենք մի այնպիսի խնդիր, որ հիմա արդեն դա այդքան էլ այդպես չէ, այդ խնդիրը բավականին լուծվել է, առաջ է գնացել, բայց թե տղամարդ վիրաբույժների կողմից եւ թե պացիենտների կողմից կին վիրաբույժը մի քիչ դժվար է ընկալվում։ Որտեվ սովորենք, որ այդ վիրաբույժինք տենց
կացինով դանակով ջաջա պետք է լինի։ Կան օրինակ ընդհանուր վիրաբուժության մեջ, կրծքային վիրաբուժության կամ տրավմատոլոգիայում, ուրոլոգիայում կանայք մի քիչ այնպես չեն ընկալվում, ինչպես տղամարդիկ։ Որոշ վերապահումներով իհարկե գուցե ինչ որ ճշմարտություն կա, այսինքն ձեր ասած դանակ մկրատ սողոցով կին վիրաբույժ մի քիչ դժվար է պատկերացնել, բայց դա ոչ միայն ուժի մասին է խոսում, այլ նաև կարողության, խելքի, ինտելեկտի, մատուցման, որովհետև միշտ չէ, որ չգիտեմ, մենք կարող ենք տիրապետել այդ արվեստին, հա, բայց չկարողանանք մատուցել։ Դա կարևոր հարց է, կարծում եմ։ Միկրովիրաբուժությունում, էսթետիկ վիրաբուժությունում կանայք միշտ եղել են եւ կան եւ ավելի շատ են, քան տղամարդիկ, բայց նաեւ տենդենս եմ նկատում այսօր մեր ուսանողների կողմից, որ դժվար մասնագիտությունների համար դեպի դժվար մասնագիտություններ աճ կա, այսինքն նույն ընդհանուր վիրաբուժությունը, ես ընդհանուր վիրաբույժ եմ եւ արդեն մեր օրինակ Աստղիկ բժշկական կենտրոնում, մեր ամբիոնում վիրաբուժության կան 4 կլինիկական օրդինատորներ։ Այսինքն ընդհանուր առմամբ նրանք 6-ն են, որից 4-ը աղջիկներ են։ Դա եւ ուրախացնող է եւ ինչու՞ չէ նաեւ հպարտանալու առիթ է մեզ տալիս, որովհետեւ տարբեր հանգամանքներ են իրենց տիպում ընտրել հենց մեր հիվանդանոցը եւ ընտրել հենց մեր ամբիոնը, որովհետեւ գուցե եւ այլ վայրերում չեմ կարող ասել, որոշակի ճնշվածություն են զգում կամ որոշակի խտրականություն են զգում, չեմ կարող բացառել։ Բայց մեզ մոտ այդ լիակատար հավասար իրավունքները կան, որ իրենք եւ սովորեն, եւ լավ միջավայրում լինեն, եւ կարողանան լավ մասնագետներ դառնալ, եւ արդեն օրինակներ ունենք, ովքեր որ ավարտել են եւ համալրելու են մեր շարքերը, դարձել են մեզ գոլեգաներ։ Շատ լավ է, ես ուրախանում եմ, որ կանայք սկսում են արդեն տարբեր մասնագիտություններ, տարբեր շերտեր զբաղեցնել, քանի որ մեր հաղորդաշարը օրենքից է, ես ուզում եմ մի քիչ խոսենք քո փորձից ասոցիացիան ստեղծելիս, այսինքն ինչ խնդիրների ես զբաղվել օրենսդրական կամ չես իմացել կամ տեղեկացված չես եղել կամ հնարավոր չի եղել գտնել, օրինակ դժվարություն է եղել որպես ասոցիացիա ստեղծելու գաղափարը որպես իրագործվի դա անել, այդ կտորից ինչ փորձ։ Ինչ խոսք որոշակի բաց կար այն առումով, որ ես տեղեկացված չէի առհասարակ ինչպես պետք է ստեղծել ասոցիացիան։ Հարցնելով, ինտերնետում փնտրելով, թե ինչպես կարող եմ, ի վերջո գտա պետրեգիստրի հեռախոսահամարը, զանգեցի պետրեգիստր եւ որոշակի պարզաբանումներ ստացա, բայց որոնք այդքան էլ ինձ համար մատչելի չէին եւ ուղղակի մարդով փորձ չունի դրա համար, չի կարող բոլոր հարցերի պատասխանները ստանալ։ Այնուհետև դիմեցի փաստաբանի, իրավաբանի, ով որ ինձ ճիշտ խորհուրդներ տվեց եւ ուղղորդեց, թե որտեղից կարելի է սկսել, կանոնադրության ինչ որ X կարգ կա, որտեղից կարող է տվյալ մարդը, որ ուզում է ստեղծել ասոցիացիա, հասարակական կազմակերպություն, ծաղկաքաղ անել իր համար։ Եվ ես հենց այդ ուղով գնացի։ Իհարկե կարող է ավելի մատչելի լինել, չգիտեմ, կարող է ինֆորմացիան ավելի խիստ մասնագիտական, որ մենք չենք կարողանում ընկալել, որովհետև ի վերջո մենք փաստաբաններ, իրավաբաններ եւ այդ կրթության մարդիկ չենք, եւ մի քիչ դրա համար է դառնում դժվար մատչելի ընկալվող։ Բայց եթե ճիշտ ուղղորդում է ստանում եւ ի վերջո արդեն երբ որ հասա այդ բոլոր թղթաբանությունը պատրաստեցի ծանր եւ հասապետական ռեգիստր, այդտեղ արդեն մի քիչ ավելի ուղղորդեցին ինձ ճիշտ ստացվեց, հեշտացավ գործընթացը եւ հետագայում էլ արդեն որպեսզի ես ճիշտ կարողանամ հետագա ասոցիացիայի հարցերով զբաղվել, ելի ընտրեցի ոլորտի մասնագետներին, որոնք պետքա զբաղվեն, այո։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այն եթե մարդը չի տիրապետում ինֆորմացիան եւ իրավաբան չի մասնագիտությամբ, իր համար սկզբնական շրջանում դժվար է հասկանալ որտեղից ինչ պետք է վերցնել եւ ինչ ճանապարհով պետք է գնալ։ Այս մասով ես համաձայն եմ, այո, պետրեգիստրի կայքը, այսպես ասած, ունի որոշակի տեղեկատվություն, որտեղ դու կարող ես ձևանմուշներին ծանոթանալ եւ այլն, բայց ի վերջո կան հարցեր, որոնց որ
պետրեգիստրը թե հեռախոսակապի միջոցով, թե այլ միջոցներով չի պատասխանում եւ մարդիկ հայտնվում են արդեն այնպիսի ընտրության արժեվ կամ վարձել իրավաբան նրան գումար տալ, որպեսզի նա այդ ամեն ինչը անի, կամ իրենք այսպես ասած փորձելով սխալների եւ ճիշտ ճանապարհը ընտրելու ուղղությամբ գնալով, սխալվելով, բայց ստանալ վերջնական արդյունքը։ Ես ուզում եմ նաև խոսենք բժիշկների առհասարակ, բժիշկների դերը բիզնեսում, այսինքն այն բժիշկների մասին, ովքեր որ ստեղծում են առանձին իրենց կլինիկաները, իրենց առանձին կամ կլինիկա չեն ստեղծում, որպես անհատ ձեռնարկատեր են աշխատում եւ այլն, այլ իրենք ինչ խնդիրներ կարող են երբևէ օրինակ քո մտքով անցել է նման ձևով նման ճանապարհ անցնել, թե չէ, թե դա օրինակ բարդ ճանապարհ է եւ պետք չէ ավելի լավ է բայց կլինիկայում օրինակ ինչպես Աստրիկում աշխատել կամ այլ կլինիկաներում աշխատել։ Ինչ խոսք, Հայաստանում բավականին դժվար է։ Նախ որովհետև դրա մասին մտածելը վիրաբուժի համար մեկ այլ բան է, թերապևտի համար մեկ այլ։ Որովհետև վիրաբուժական կլինիկա հիմնել եւ այլն դրանք առաջինը ենթադրում են մեծ գումարներ, որոնք որ ի վերջո կամ ունես կամ չունես, որովհետև վիրաբուժական կլինիկա հիմնելու համար բավականին եւ լիցենզիաներն են դժվար եւ ֆինանսական այդ հոսքերը համենայն դեպս ինձ համար համարվում են ահռելի եւ ես չեմ փորձել անգամ մտածել։ Իհարկե Հայաստանում շատ կլինիկաներ կան, որոնք որ գործում են, ոմանք այնքան լավ չեն աշխատում, հա, որովհետև ի վերջո եթե բիզնեսի տեսանկյունից նայում ես, Հայաստանը ինքը տուրիստական չէ առողջապահության առումով ոլորտում եւ ապահովել ուղակի բնակչության X քանակ, այդքան կլինիկաները ուռճացված են եւ կարծում եմ արդարացված չեն։ Հայաստանում կան իհարկե եւ մեծ եւ փոքր լավ կլինիկաներ, որտեղ կարելի է ստանալ հուսալի եւ որակյալ բժշկական օգնություն եւ ես որպես պացիենտ ինքս կդիմեմ այդ կլինիկաներ։ Բայց ինձ թող ներեն բոլորը, եթե որպես ուղղակի բիզնեսի տեսանկյունից են նայում, գուցե ինչ որ մի օգուտ ունեն, եթե այդ կլինիկաները աշխատում են եւ պահում են իրենց սեփականատերերը, բայց մյուս առումներով էլ չեմ արդարացնում որպես մասնագետ։ Ամերիկայում փորձը շատ տարածված է, ես ինքս դա տեսել եմ եւ իմ վիրաբույժ ընկերները, ովքեր աշխատում են մեծ համասանական կլինիկաներում, ունեն իրենց սեփական կլինիկաները փոքրիկ, վիրաբուժական, օրինակ իմ ընկերներից մեկը ունի ճողվածքաբանության կենտրոն, վիրահատարան եւ այլն, եւ ինքը չի աշխատում ապահովագրական ընկերությունների հետ, չնայած Ամերիկայում գիտենք, որ ապահովագրությունը համընդհանուր է, եւ ուղղակի վիրահատում է այն պացիենտներին, այն բուժառուներին, ովքեր դիմում են իրեն անձամբ, որ ինքը իրենց վիրահատի եւ իր կլինիկայում իրականացնում է վճարովի բուժծառայություն, բուժօգնություն։ Փորձը տարածված է Ամերիկայում եւ բավականին հաջող աշխատում է, բայց մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, Հայաստանի մասով կարծում եմ այդքան էլ արդարացված չէ, դրա համար ես ինքս եւ որպես բիզնես, հա, տեսանկյունից նայելով եւ որպես բժշկական չեմ մտածում դրա մասին։ Իհարկե գուցե եւ շահավետ է, եթե լավ մենեջմենտ կա եւ այլն, բայց Հայաստանը փոքր երկիր է։ Մյուս տեսանկյունից էլ եթե նայենք այդ կլինիկա ունեցող մարդկանց ասպեկտից, ուրեմն պետք է սկսել զարգացնել Հայաստանում բժշկական туриզմը։ Որպեսզի այդ փոքր կլինիկաները կարողանան իրենց Այո, ոչ միայն պահել, հա, մնալ շուկայում, այլև ի վերջո ֆինանսական հոսքեր եւ եկամուտներ ունենալ, որովհետեւ դրանք ինքնանպատակ չեն պարզապես։ Հետաքրքիր միտք է, այդ արդեն ոնց որ անցանք հաջորդ հարցին, մարտահրավերների մասին եմ ուզում խոսել, ինչ մարտահրավերներ կան ներկայումս առանձնացնենք, նեղացնենք վիրաբույժների արչեւ, դիցուկին վիրաբույժների արչեւ, ինչ մարտահրավերներ կան, ինչ կառանձնացնես։ Մեր ոլորտում ընդհանուր վիրաբույժների ասեմ, աշխարհում ամեն ինչ գնում է ռոբոտիզացման, այսինքն ռոբոտներն են մեր փոխարեն սկսում աշխատել, մտածել, եփել, արարել, սիրել, եւ բավականին դժվար է մեր ժամանակներում եւ ավելի դժվար է լինելու 10-20 տարի հետո։ Այսինքն ընդհանուր վիրաբուժություն ասվածը արդեն իսկ անջատվել է այդ խոսույթը, ասույթը ասեմ, որովհետեւ եւ յուրաքանչյուր արդեն նեղ մասնագետ սկսել է իր գործունեությունը այս սֆերայում եւ ամենադժվարը այն է, որ մեր մասնագիտության մեջ
եթե ոչ երիտասարդ սիրունդը, ապա միջին տարիքից բարձր սերունդը, որ աշխատում է, չի տիրապետում լապարասկոպիային, չի տիրապետում նոր մեթոդներին, հա, արդեն ռոբոտով վիրահատություններ են վաղուց արվում աշխարհում, շուտով նաև Հայաստանում, եւ դա է դժվար։ Առաջին մարտահրավերները նոր տեխնոլոգիաներին չտիրապետելը կամ թերի տիրապետելն է։ Դրա համար մենք փորձում ենք հիմա ամեն ինչ անցնել նվազինվազիվ մեթոդներին, միջամտությունների եւ աշխատում ենք նոր մեթոդներ կիրառել, սովորել եւ ներդնել եւ նաեւ մեր բժշկական կենտրոնում, ինչը հաջողությամբ կարողանում ենք հետ չմնալ դրանցից։ Առաջին մարտահրավերը դա է։ Վիրաբույժների համար դե առավել եւս, որովհետեւ օրինակ մեր ասոցիացիայի անդամներից շատերը փոքրիկ բալիկներ ունեն, որոնք որ պետք է հասցնեն ընտանիքում լավ մամա լինել, դաստիարակել բալիկներին, գնալ վերապատրաստվել, գալ աշխատել, նաեւ ինչու՞ չէ գումար աշխատել, պիտի հասցնել։ Եվ մարտահրավերները ոնց որ մեզ համար կին վիրաբույժների կրկնապատկվում են։ Այդ կարևոր հարցերից է եւ իհարկե բժշկության առհասարակ ամբողջ բժշկական ոլորտի համար մարտահրավերներից է ֆինանսական հոսքերը։ Այսինքն մեր բուժառուների մեծ մասը ֆինանսական խնդիրներ ունի։ Եթե մենք վերցնենք մեզ վրա ինքներս, եթե մենք չունենք ապահովագրություն կամ չունենք պետական որևէ պետպատվերի փաթեթ, փաստացի դիմում ենք այն ժամանակ, երբ որ ինչպես ժողովուրդն է ասում, դանակը հասել է ոսկորին։ Եվ արդեն մեզ համար առաջ են գալիս բժիշկների համար ավելի խոցելի է դառնում, այս ոլորտը այն առումով, որ բժշկական որակյալ մինչև վերջ օգնություն չես կարող ցույց տալ։ Ինչ առումով։ Մարդը դիմել է օրինակ քաղցկեղի 4-րդ ստադիայում եւ այն ինչ որ դու կարող ես անել, ասենք օրինակ առաջին ստադիայում չես կարող անել 4 մաս, այսինքն լիարժեք արդյունք չես կարող ապահովել։ Դա էլ է մարտահրավերներից մեկը, որը ունի առաջնային իհարկե նաև մենթալիտետային խնդիր մեր ժողովրդի մոտ, բայց նաև ֆինանսական խնդիրներն են, որ ժամանակին չեն հետազոտվում, չեն հայտնաբերում եւ չեն բուժվում։ Այդ մասով կարծես այս նոր համապարփակ առողջության ապահովագրությունը կարծես թե առաջին հայացքից պետք է այդ խնդիրը լուծի։ Ես որպես իրավաբան իհարկե տեղեկացված եմ օրենքից եւ հաշվարկները ինչպես են արվում, թե որպես գործատու, թե որպես նաեւ մեր հաշվապահական թիմի, այսպես ասած, ինչ-որ մի մաս կազմող անձ, նայում ենք հաշվարկները, տրամաբանական է, կարծես թե ամեն ինչ իհարկե ինքն ունի իր տեխնիկական եւ այլ խնդիրները, բազմաթիվ հարցեր եւ բացեր, բայց հարցս ուզում եմ այդ իրավական կտորը թողնելով, ուզում եմ ընդհանուր քո կարծիքը ներկայացնես այդ քո ասած խնդրին, որ մեր քաղաքացիները դիմեն են վերջի ստադիայում, վերջի փուլում, իսկ բժշկությունը դա ոչ միայն այն մեթոդն է ըստիս, որ պետք է խնդիրը տեղում լուծի, այլ բժշկության առաջնային խնդիրը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է, հա, որ մենք ունենանք առողջ հասարակությունի վերջը։ Հիմա այդ առողջապահության այդ համապարփակ ապահովագրությունը ունի։ Կարճ ներկայացնեմ 2026 թվականի հունվարի 1-ից բոլոր այն վարձու աշխատողներն, ովքեր ունեն 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ գրանցված, իրենք ավտոմատ այդ համակարգի այդ ապահովագրության օգտագործողն են դառնալու, այդտեղ թոշակառուների խմբերը, հաշմանդամների որոշակի խմբեր եւ այլն, այսպիսի կատեգորիաներ կան։ Հիմա պայմանական գործում է, վերցնենք այնպես իրավիճակ 2027 թիվն է ամբողջ արդեն բոլորի համար է պարտադիր գործում, ԱԶ-ների եւ այլնի, բոլոր խմբերի համար։ Հիմա հարց բժշկության տեսանկյունից ինչ խնդիր է լուծելու այդ ապահովագրություն կոչվածը, դա մեկ, եւ հակառակը ինչ խնդիրներ է առաջացնելու, որովհետեւ կա նաեւ այնպիսի կարծիք, որ ի վերջո, քանի որ առաջնային ֆիլտրը կամ առաջնային պատուհանը, որտեղ որ դու դիմում ես որպես այդ ապահովագրության շահառու, դա պոլիկլինիկան է։ Եվ կա հստակ եւ ողջամիտ մտավախություն եւ այսպես ասած ցասում, որ մեր պոլիկլինիկաները պատրաստ չեն թե սպասարկման, թե իրենց հագեցվածության, թե պրոֆեսիոնալ կազմի առումով այդ սպասարկումն իրականացնելու եւ հետագայում արդեն ուղղորդելու համապատասխան կլինիկաներ եւ այլն։ Հիմա ուզում եմ այդ գնահատականը զուտ ձեր մասնագիտական կտորով մի հատ դու տաս։ Որպես քաղաքացի իհարկե ինձ համար շատ իդեպ տեղյակ չեմ
այդ ոլորտից, այդ ապավագրության մանրամասների տեղյակ չեմ։ Բայց առաջին հայացքից որպես քաղաքացի ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև աշխարհի ցիվիլ երկրերում վաղուց անցել են այդ համակարգին եւ այդ համակարգը կատարելագործել են ի վերջո դա 1 տարվա կամ 2 տարվա հարց չի։ Տարիների ընթացքում կատարելագործել են եւ հասել են այնպիսի մի կետի, որ մարդիկ կարողանում են օգտվել առողջապահական այդ փաթեթից եւ չկանգնել խնդրի առաջ, իսկ եթե ես գումար չունեմ, ինչ անեմ։ Վարկ վերցնեմ, պարքով խնդրեմ եւ այլն։ Դա շատ լավ է, ես դրան կողմ եմ։ Մեկ այլ բան է, որպես բժիշկ, եթե մտածում եմ առողջապահական այդ ապավագրության մասին, պոլիկլինիկաների առումով չեմ կարող ասել հագեցվածության եւ այլն, իհարկե հիվանդանոցներ կան, որոնք իրենց պոլիկլինիկաներ ունեն, որոնք հագեցած են եւ պրոֆեսիոնալ թիմով եւ նաեւ բոլոր ապարատուրաներով, ինչը օրինակ մեր պոլիկլինիկան է։ Ընդհանուր պետական համակարգի այդ օղակից շատ տեղյակ չեմ։ Գուցե սկզբնական հատվածում լինի ինչ-որ քաոտիկ վիճակ, բայց կարծում եմ դա ժամանակի ընթացքում կհարթվի, ոնց որ ասում են, իր տեղը կլինի, կլուծվի, որովհետև չլուծվող հարցեր ի վերջո չկան։ Մեկ այլ բան է, որ կարող են արդեն տուժել համակարգի փոքր մասնավոր կլինիկաները, որոնք չեն կարողանա իրենց համար ապահովել բուժառուների քանակ։ Դա արդեն խնդիր է իրենց համար։ Մեզ համար, օրինակ ես որպես բժիշկ շատ ուրախ կլինեմ, որ իմ պացիենտը գա, ես ֆինանսական որևէ բանի հետ խնդրի առաջ չկանգնեմ, իրեն չասեմ, գիտեք, այս մի բանի համար պետքա վճարեք, որ մենք կարողանանք ձեզ հետազոտել կամ մյուս բանի համար, դրանք մեզ համար տհաճ խոսակցություններ են բժշկի, եւ մենք զբաղվենք ուղղակի մեր գործով։ Այդ առումով լավ է։ Իհարկե էլի փոքր բացեր կան կլինեն, բայց հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կշտկվեն ու կմոտենանք կատարելագործման։ Այսինքն ընդհանուր տպավորությունը դրական է, այո։ Ինձ մոտ տպավորություն է, որ բան էս հունվարի 1-ից բոլոր պոլիկլինիկաներում շատ հերթեր են լինելու մարդիկ, ովքեր տարիներով սպասում էին, որ փող չունեն գնան հետազոտվեն, այսպես շատ լինելու է, բում այդպեսի լինելու է։ Ես էլ եմ կարծում, որ կլինի, բայց նաև իհարկե ապավագրության այդ փաթեթը ամբողջ հիվանդությունների ծավալը ցանկը չի փակում, այո, բայց միևնույն ժամանակ իհարկե մենք ունենանք այդ խնդիրները, դե կապրենք կտեսնենք արդեն ինչպես ասում են օրենքը ընդունողը ընդունել է, մենք էլ պետք է համակերպենք եւ տեսնենք արդեն ինչ է լինում։ Բայց միտքը հետաքրքիր է, այո, որ այն առումով, որ այո բոլոր նորմալ երկրներում վաղուց գործում է այդ ապավագրությունը եւ ապավագրություն տարբեր ձևաչափերով եւ այո քաղաքացիների համար դա բավականին շատ լավ խնդիրներ է լուծում։ Եվ մենք ունենք մի քանի րոպե իմ վերջին հարցը։ Եթե հնարավորություն ունենայիր նորից մասնագիտություն ընտրել, անձնական հարց է, ինչ մասնագիտություն կընտրեիր, արդյոք կլինեիր այնտեղ, որտեղ որ հիմա ես, եւ նաեւ դրանից բխող մյուս հարցը, ինչ կառաջարկեիր բոլոր այն տղամարդ վիրաբույժներին, ովքեր ում հետ որ վիրտուալ կամ ինչ որ միտեղ կհանդիպեիր, ինչ խորհուրդ կտայիր, ինչպես վերաբերվեն ձեզ կին վիրաբույժներին։ Նորից կընտրեի վիրաբուժությունը, բան չի փոխվել իմ կյանքում, եւ նորից կանցնեի նույն ճանապարհով, որովհետեւ իմ մասնագիտական կյանքի ինչ որ մի этаպում ես ունեցել եմ դժվարություններ։ Դժվարությունները միշտ են եղել, բայց նրանք հաղթահարելի են լինում դժվարությունները, երբ քեզ վստահում են, հավատում են եւ միշտ կողքիդ կանգնած են։ Այն մարդիկ, որոնք քեզ սովորեցրել են, սովորեցնում են եւ դեռ կսովորեցնեն, որովհետեւ սա մասնագիտություն է, որտեղ միշտ պետք է սովորել։ Բայց իմ կյանքի, մասնագիտական կյանքի ինչ որ մի этаպում այդ թելը կտրվեց, այսպես ասեմ, X պատճառով, չգիտեմ։ Բայց ես վերագտա մեկ այլ կլինիկայում, մեկ այլ լավ կոլեկտիվում, որտեղ ես այսօր աշխատում եմ, ինչի համար շատ ուրախ եմ, եւ շատ ուրախ եմ, որ ոչ միայն իմ կոլեկտիվը, այլ նաև իմ ամիջական ղեկավարները, իմ ամիջական ղեկավարը, իմ բաժանմունքի վարիչը, ում հետ ես աշխատում եմ, ինձ շատ վստահում է եւ վստահում է նաև այն մեր կլինիկական օրդինատոր, աղջիկ կլինիկական օրդինատորներին, ովքեր որ նոր են սկսում իրենց ճանապարհը եւ ճանապարհ է հարթում մեզ համար։ Տղամարդ է ղեկավարը։ Այո, տղամարդ է ղեկավարը, պարոն Ոսկանյանը եւ ճանապարհը հարթելով
մեզ համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի մենք չզգանք այդ տարբերությունը։ Եվ ի վերջո երբեմն դեպքեր կան, եւ ոչ միայն երբեմն, ինչու երբեմն, ասեմ, որ կան դեպքեր, որ մենք կին վիրաբույժները կարող են անել ավելին, քան տղամարդ վիրաբույժները, բայց չեմ ուզում այստեղ տարանջատել, ուզում եմ մեզ միաձուլել, ինչ որ միտեղ միաձուլել կին եւ տղամարդ վիրաբույժներին եւ ասել, որ սա մի սֆերա է, որտեղ մենք պետք է լինենք թիմ։ Եթե թիմը կա, դու գործում է թիմի ուժը, դու կարող ես անել ֆանտաստիկ աշխատանքներ ու ունենալ ֆանտաստիկ արդյունք, եւ այսօր մեր թիմի արդյունքն է նաեւ, որ Հայաստանում առաջին անգամ մեր բժշկական կենտրոնում է իրականացվել լյարդի տրանսպլանտացիան, եւ մեր թիմի արդյունքն է, որ մենք ունենք բազմաթիվ բուժված պացիենտներ, գոհ պացիենտներ, որոնք որ առողջ ապրում են, դա մեր լավագույն հաղթանակն է եւ մենք շարունակում ենք այդ թիմ կոչվածով առաջ շարժվել եւ նոր մարտահրավերներ մեր առաջ դնելով գնալ դրանց լուծմանը, ինչի համար շատ ուրախ եմ։ Շատ լավ, շնորհակալություն Անի ջան, հիշեցնում եմ մեզ հետ էր Անի Բաբայանը, ընդհանուր վիրաբույժ, կին վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահը։ Մենք հուսանք, որ առողջապահության նախարարության թեթև ձեռքով եւ նախաձեռնությամբ վիրաբուժության ոլորտին առնչվող իրավական ակտերը, ասոցիացիաներին, որոնք որ աշխատում են բժշկության ոլորտում, այդ ասոցիացիաների աշխատանքը ավելի հեշտ եւ արդյունավետ կազմակերպելու առումով որոշակի օրենքների նախագծեր կմշակվեն, որպեսզի մեր վիրաբույժները, կին թե տղամարդ, կարողանան իրենց աշխատանքը ավելի արդյունավետ եւ ի բարօրություն մեր հասարակության կազմակերպել։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Ստեսություն, շնորհակալություն։ Մերսի։